Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ արդեն ալիքի էջերում առկա են մարտ ամսվա կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, սիրելի բարեկամներ, այնպես որ ով որ չի դիտել այդ գերհետաքրքիր շուրջ 3 ժամանոց վիդեոն անպայման դիտեք։ Սիրելի բարեկամներ, այսօր մարտի 8-ն է եւ ես սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր կանանց եւ աղջիկներին, մեր ամենագեղեցիկներին, ամենամոգականներին եւ ամենախելացիներին, մաղթում քաջ առողջություն, հաջողություն, անսահման երջանկություն եւ այն ամենը, ինչ որ սիրելի կանայք եւ աղջիկներ դուք ինքներդ ձեզ համար ցանկանում եք։ Այժմ ներկայացնեմ արդեն գալիք շաբաթվա կանխատեսումները, սիրելի բարեկամներ, աստղացույց լուսնացույց, այսինքն լուսնի փոխհարաբերությունները այլ մոլորակների հետ եւ նաեւ կանխատեսումները գալիք շաբաթվա համար, կենդանակերպի նշանների համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում եւ այսպես ինչ է մեզ սպասվում, սիրելի բարեկամներ, մարտի 10-ից 16 ժամանակահատվածում շատ հետաքրքիր եւ անակնկալներով լի շաբաթ է լինելու, սիրելի բարեկամներ, նախ դե գիտեք շաբաթը սկսվում է երբ լուսինը մուտք կգործի, սիրելիներս, արյուծ աստղակերպ, մարտի 10-ին, սիրելիներս, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը 2:53 րոպեին Երևանի ժամանակով լուսինը մուտք կգործի արյուծ աստղակերպ, դե փառավոր արյուծն է, իհարկե որտեղ է իմ մեծ բաժինը, համեստորեն հետաքրքրվեց արյուծը, գիտեք այդ, եւ մի փոքր լարված է օրը սկսվելու, որտեվ մարտի 10-ին 8:47 րոպեին Երևանի ժամանակով լուսինը դիմակայություն կկազմի Պլուտոն մորակետ, ավերիչ Պլուտոն մոլորակը արդեն զբաղեցնում է ջրհոս աստղակերպի 3-րդ աստիճանը, մի քիչ լարված կսկսի առավոտը, հնարավոր են ինչ-որ ագրեսիվ խոսակցություններ, ագրեսիվ հայտարարություններ պետությունների ղեկավարների կողմից, բայց օրվա ընթացքում ներդաշնակությունը վերականգնվելու է, սիրելիներս, սիրելի բարեկամներ, ամսի 12-ը բավականին լարված է սկսվելու, մարտի 12-ը, որովհետև 0:15 րոպեին արդեն լուսինը լարված քառակուսի կառաջացնի անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ, 23 աստիճան ցուլ աստղակերպում գտնվում է Ուրանը եւ 23 աստիճան առյուծում գտնվում է լուսինը։ Եվ արդեն ամսի 12-ին 11:55 րոպեին, սիրելի բարեկամներ, մարտի 12-ին լուսինը մուտք կգործի արդեն կույս աստղակերպ եւ ամսի 13-ը մեր մոտ բարենպաստ օր է, խավարումից առաջ բավականին հետաքրքիր բարենպաստ օր է լինելու, որովհետեւ 14:12 րոպե լուսինը բարեխառն օր է, լուսինը այնուամենայնիվ լարված քառակուսի կառաջացնի Յուպիտեր մոլորակի հետ, մեծ բայրար մոլորակ Յուպիտերը, գիտեք, որ գտնվում է 13 աստիճան երկվորյակներում։ Եվ արդեն իհարկե այդ քառակուսին ես խորհուրդ չեմ տալիս մեծ գումարներ ծախսել, ինչ որ կարևոր գնումներ պլանավորել ամսի 13-ի վրա, որովհետև գումարները ավելի շատ կծախսեք, քան նախատեսել եք։ Եվ վերջապես ամենալարված, բարդ եւ լարված օրը գալիք շաբաթվա դա մարտի 14-ն է, որովհետև մարտի 14-ին մենք ունենում ենք լուսնի ամբողջական խավարում, ճիշտ է Հայաստանի տարածքում եւ առհասարակ մեր տարածաշրջանում այդ խավարումը չենք տեսնելու, տեսանելի չի լինելու, բայց բավականին բարդ եւ լարված է ԱՄՆ-ի համար, ընդհանրապես արևմտյան կիսագնդի համար շատ լարված է, որովհետև հենց այնտեղ տեսանելիության պիկն է լինելու այդ խավարման։ Ինչպես է սկսվում օրը։
ուրեմն 0:45 րոպեին լուսինը 6 անկյուն կկազմի նախաձեռնության եւ ակտիվության մորակ Մարսի է 18 աստիճան կույս նշանում գտնվում է լուսինը եւ Մարսը 18 աստիճան խեցգետնում է գտնվում եւ 7:39 րոպեին լուսինը կդիմակայի չարաբաստիկ Սատուրնին, տեսեք լուսինը անցնում է երկու չարիքների միջև այդ հարաբերակցությունը, նախ Սատուրնի հետ դիմակայությունը լարվածություն է առաջացնում միջանձնային հարաբերությունների մեջ, առհասարակ ամսի 14-ի համար մի ծրագրեք ինչ որ կարևոր պայմանավորվածություններ, պայմանագրերի ստորագրում եւ այլն։ 22 աստիճան ձկներում գտնվում է լուսին, կույս նշանում գտնվում է լուսինը եւ Սատուրնը գտնվում է 22 աստիճան ձկներում արդեն։ Եվ վերջապես 10:54 րոպեին, սիրելի բարեկամներ, Երևանի ժամանակով կկայանա մարտ ամսվա լիալուսինը 23 աստիճան կույս աստղակերպում է գտնվելու լուսինը այդ ժամանակ եւ արդեն 10:58 րոպեին կկայանա ամբողջական լուսնային խավարումը 24 աստիճան, ուրեմն կույս աստղակերպում 23-ից 24 աստիճանում է անցնելու այդ խավարում, բավականին լարված խավարում է, էմոցիոնալ անկայունություն, տեսնում եք արդեն երկրաշարժներ են տեղի ունենում, այնպես որ այդ օրը զգուշ եղեք, բայց օրվա երկրորդ կեսը մարտի 14-ի բավականին բարենպաստ է, սիրելի բարեկամներ, եւ արդեն ժամը 11-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Ուրան մոլորակի հետ, այդ ժամանակ բարենպաստ է կանխատեսել ապագան, այնպես որ համեցեք խորհրդատվության։ Եվ 22:58 րոպեին արդեն մարտի 14-ին լուսինը մուտք կգործի կշեռք աստղակերպ, ամսի 15-ը մարտի բարի խառն օր է, արդեն սիրելիներս մարտի 15-ին պետք է հիշեցնեմ, որ 10:45 րոպեին կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին դառնում է հետընթաց եւ հետընթացի շարժի մեջ նա կգտնվի մինչեւ ապրիլի 7-ը, այնպես որ սիրելիներս այդ ժամանակահատվածում իհարկե ցանկալի չէ ինչ որ կարևոր նոր նախաձեռնություններ սկսել, նոր բիզնես, նոր ինչ որ ծրագրեր սկսել, պայմանագրեր ստորագրել, հեռանկարային պայմանագրեր, հեռանկարային չեն լինի նաև ծանոթությունները, որոնք տեղի կունենան մարտի 15-ից հետո, անծանոթ տեղեր ճամփորդելը նույնպես անբարենպաստ է, ավելի մանրամասն ես կներկայացնեմ Facebook-յան կիրակնօրյա ավանդական եթերում, սիրելի բարեկամներ, այնպես որ անպայման բաժանորդագրվեք նաև իմ Facebook-յան էջին, եւ լուսին օրվա ընթացքում նախ եռանկյունի կկազմի չարաբաստիկ Պլուտոն մոլորակի հետ, իսկ այնուհետև ընդհանրապես օրվա երկրորդ կեսը մի փոքր կոնֆլիկտային կլինի, որովհետև լուսինը կսկսի դիմակայել նախ Վեներա հետ, սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներա նույնպես գտնվում է հետընթաց շարժի մեջ, արդեն մարտի 2-ից 7 աստիճան խույն նշանում է գտնվում եւ լուսնի եւ Վեներայի դիմակայությունը տեղի կունենա մարտի 15-ին 13:23 րոպեին, իսկ 18:11 րոպեին լուսինը կդիմակայի նաեւ կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրիի հետ, 9 աստիճան խույն նշանում գտնվում է Մերկուրին եւ 9 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը, եւ ի վերջո մարտի 13-ը բարի խառն օր է, օրը սկսվում է բավականին ներդաշնակ, որովհետեւ 2:37 րոպեին լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, 13 աստիճան երկորյակներում գտնվում է Յուպիտերը եւ 13 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը, եւ 13:52 րոպեին իրավիճակը բավականաչափ լարվելու է, որովհետեւ լուսինը լարված քառակուսի կկազմի ագրեսիա եւ նախաձեռնության մոլորակ Մարսի հետ, որը շարունակում է գտնվել խեցգետնում։ Ահա այսքանը այն մասին, թե ինչպիսի լուսնային փոխհարաբերություններ մենք ունենանք գալիք շաբաթվա ընթացքում։
Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենդանակերպերի նշաններին մարտի 10-ից 16-ը ընկած ժամանակահատվածում եւ այսպես սիրելի խոյր շաբաթը բարեխառն է ձեզ համար մարտի 10-ից 12-ը զբաղվելու եք հաճույքներով, հանգստով, ձեր երեխաների խնդիրներով, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար, շատ լավ օրեր են 10-ից 12-ը խոյերի համար մարտի 12-ից 14-ը սիրելի խոյր պետք է զբաղվեք ձեր ընթացիկ աշխատանքային հարցերով, նաև առողջության հետ կապված խնդիրներով, առօրյական խնդիրներ եք կարգավորելու եւ մարտից 14-ից 17-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ եթե խզեք հարաբերությունները, հետագայում դժվար կվերականգնեք դա։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը զբաղվելու եք ընտանեկան հարցերով, ծնողների հետ կապված հարցերով, տան հետ կապված հարցերով, հնարավոր ինչ-որ փաստաթղթային հարցեր, դա կարգավորեք տան հետ կապված, բայց մինչև մարտի 15-ը դա արեք, որովհետև մարտի 15-ից Մերկուրին դառնում է հետընթաց եւ արդեն դժվար կլինի կարգավորել փաստաթղթային հարցերը կուշանան։ 12-ից 14-ը զբաղվելու եք ձեր երեխաներով, շատ բարենպաստ օր է բիզնեսի համար, հաճույքների համար, շահումների համար լավ օր է։ Մարտի 14-ից 16-ը զբաղվելու եք ընթացիկ հարցերի կարգավորմամբ, աշխատանքային հարցեր, առողջական հարցեր եւ այլն։ Սիրելի երկվորյակներ, գալիք շաբաթը բարենպաստ է ձեզ համար մարտի 10-ից 12-ը կարճանապար եք գնալու, կարևոր լուրեր եք ստանալու, այդ ճանապարհի ընթացքում հնարավոր է նաեւ կարևոր հանդիպում լինի ձեզ համար գործնական կամ անձնական բնույթի։ Մարտի 12-ից 14-ը տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցեր եք կարգավորելու, իսկ 14-ից 16-ը զբաղվելու եք ձեր երեխաներով, բիզնեսով, հաճույքով եւ հանգստով։ Սիրելի խեցգետիներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը բարենպաստ է ֆինանսական հարցերի կարգավորման համար փող եք ստանալու սիրելի խեցգետիններ մարտի 12-ից 14-ը կարճանապար եք գնալու, որի ընթացքում հնարավոր է շատ հետաքրքիր եւ հեռանկարային հանդիպում կամ կարևոր լուր եք ստանալու ձեր գործնական ոլորտի հետ կապված։ Մարտի 14-ից 16-ը զբաղվելու եք սիրելի խեցգետիներ ձեր տան ընտանիքի հետ կապված հարցերի կարգավորմամբ, նաև ծնողների հետ հարցերը լուծելով կամ ծնողների հարցերը լուծելով։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը զբաղվեք ձեր արտաքին գեղեցկությամբ եւ անկրկնելի տեսքով, նաև լուծեք անձնական եւ գործնական խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է սիրելի առյուծներ, մարտի 12-ից 14-ը բարենպաստ է ֆինանսական հարցերի կարգավորման համար փող եք ստանալու եւ մարտի 14-ից 16-ը կարճ ճանապարհ է գնալու սիրելի առյուծներ, որի ընթացքում հնարավոր է կարևոր հանդիպում, բայց արդեն մարտի 16-ից հետո զգուշ եղեք, որովհետեւ այդ բոլոր հանդիպումները այնքան էլ հեռանկարային չեն լինելու կամ կարևոր տեղեկատվություն, որը վաղուց սպասում եք եւ չէիք կարողանում ստանայիք այդ տեղեկատվությունը։ Սիրելի կույսեր, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, հնարավոր է անցյալից ինչ որ գաղտնիքներ բացատրեն, այնպես որ զգուշ եղեք այդ օրերին։ Մարտի 12-ից 14-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, գեղեցկությամբ, անձնական, գործնական հարցերի կարգավորմամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի կույսեր, մարտի 14-ից 16-ը բարենպաստ է ֆինանսական հարցերի կարգավորման համար փող եք ստանալու։
Սիրելի կշերքներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը ջերմ ընկերական մթնոլորտում կատարվելու ձեր ամենանվիրական երազանքներից մեկը մարտի 12-ից 14-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, հնարավոր է ինչ-որ անցյալից գաղտնիք բացահայտվի։ Զգուշ եղեք, մարտի 14-ից 16-ը զբաղվեք ձեր արտաքին անկրկնելի գեղեցկությամբ եւ հմայքով, նաեւ անձնական եւ գործնական հարցերի կարգավորմամբ հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը լուծվելու է կարևոր գործնական խնդիր ձեզ համար, սիրելի կարիճներ, որը չի լուծվել պետական դռան հետ կապված, թե ցանկացած այլ կարևոր կարիերա աշխատանքի հետ կապված հարց է լուծվելու։ 12-ի մարտի 12-ից 14-ը ջերմ ընկերական միջավայրում կատարվելու է ձեր ամենանվիրական երազանքներից մեկը՝ լավ լուրեր ստանալու ձեր երեխաներից։ Մարտի 14-ից 16-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, սիրելի կարիճներ, այնպես որ զգուշ եղեք։ Սիրելի աղեղնավորիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է լինելու գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը արտասահմանից կարևոր տեղեկություն եք ստանալու կամ նվեր։ Մարտի 12-ից 14-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար աշխատանքային, պաշտոնի հետ կապված, կարիերայի հետ կապված, ցանկացած պետական հարցերի հետ կապված։ Մարտի 14-ից 16-ը ջերմ ընկերական մթնոլորտում դուք հասնելու եք ձեր ամենանվիրական երազանքի իրագործմանը։ Բարենպաստ է նաև օնլայն բիզնեսի համար, եթե ունեք այդպիսի բիզնես։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը էքստրեմալ իրավիճակում եք հայտնվելու, հնարավոր է շտապ գումար պետք է, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, սիրելի այդ եղջյուրներ։ Մարտի 12-ից 14-ը կարևոր լուր եք ստանալու արտասահմանից, իսկ 14-ից 16-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար աշխատանքային, պաշտոնի, կարիերայի, պետական դռան հետ կապված։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումից, քանի որ դա կարող է ճակատագրական լինել հետագայում ձեզ համար։ Մարտի 12-ից 14-ը էքստրեմալ իրավիճակում եք հայտնվելու, շտապ գումար է պետք գալու, բայց մեծ պարտքեր եւ վարկեր մի վերցրեք, հետո դժվարությամբ կտակ խավարումների միջանցքը եւ հետընթաց մերկուրին կխանգարի դրան։ Եվ մարտի 14-ից 16-ը լուր եք ստանալու արտասահմանից կամ նվեր։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար մի փոքր լարված կանցնի գալիք շաբաթը մարտի 10-ից 12-ը կարևոր գործնական խնդիրներ եք լուծելու նաեւ աշխատանքային եւ առողջության հետ կապված հարցեր։ Մարտի 12-ից 14-ը հնարավոր են բախումներ գործընկերների կամ զուգընկերների հետ, այնպես որ զգուշացեք, սիրելի ձկնիկներ, որպեսզի վերջնական չփչացնեք ձեր հարաբերությունները։ Եվ մարտի 14-ից 16-ը լարված իրավիճակ է առաջանալու, հնարավոր է էքստրեմալ ինչ-որ պայմաններում ձեզ շտապ գումար պետք է, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, որովհետև հետագայում դժվարությամբ դրանք կմարեք, քանի որ խավարումների միջանցքը եւ հետընթաց մերկուրին կխանգարի դրան։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասում գալիք շաբաթվա ընթացքում մարտի 10-ից 16։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքին, իսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները անձամբ ձեզ համար։ Կհանդիպենք, ստեսություն։